21 TV-ում առողջության ժամն է, եթերում ապրենք առողջն է, բարև ձեզ, ես Տաթևն եմ Առաքելյան, այսօր տաղավարում հյուրընկալել եմ գինեկոլոգ Անի Գրիգորյանին, սակայն մինչև զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն սպասարկման համար Glimt Beauty House-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Գյուրջան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74, բարի գալուստ մեր տաղավար, շնորհակալություն, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ, ողջունում եմ ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք խոսել ենք այնպիսի թեմաներից, որոնք որ հատկապես կհետաքրքրեն կանանց, ինչու ոչ նաև տղամարդկանց, որովհետև շատ կանայք հղիության փաստը երբեմն, չեմ ուզում ասեմ հաճախ, մանիպուլյացիայի գործիք են օգտագործում։ Հիմա ողջ ճշմարտությունը կբացենք ու կներկայացնենք, որպեսզի կանայք չկարողանան տղամարդկանց մանիպուլյացիայի ենթարկել։ Բայց ինչպես ասում են կատակը մի կողմ, սկսենք հղիության պլանավորումից, ընտանիքի պլանավորումից, որպեսզի այս ամենը անենք հնարավորինս առողջ, գրագետ, հնարավոր բարդություններից խուսափելու համար։ Ինչից սկսենք, ում հետ սկսենք եւ ինչպես անցնենք այս ճանապարհը։ Ես կարծում եմ, որ ինչպես եւ ցանկացած հարցում, պլանավորումը դա լավագույն ընտրությունն է։ Ընտանիքի պլանավորումը եւս բացառություն չի կազմում։ Ընտանիքի պլանավորումը առհասարակ գրագետ է սկսել ամուսնական զույգի հետազոտություններից, կնոջ գինեկոլոգիկ խորհրդատվությունից, ռուտին հետազոտություններից, հնարավոր խնդիրների վաղ ախտորոշումից եւ կանխարգելումից, ինչպես նաեւ չենք մոռանում տղամարդու մասին, ոչ մի մանիպուլյացիա, ուղղակի ընտանիքի պլանավորումը գրագետ է սկսել կին եւ ամուսին համատեղ։ Ամուսնու հետազոտությունները եւս համարվում են պարտադիր, համապատասխան նեղ մասնագետի կողմից։ Ցանկալի է չմոռանալ եւ միանշանակ անցնել նաեւ թերապևտիկ քննություն, թերապևտիկ խորհրդատվություն, որպեսզի բացառենք ուղեկցող սոմատիկ հիվանդությունները, վաղ կանխարգելենք եւ որևէ հետագա խնդիրներ եւ բարդություններ չունենանք։ Ում հետ անցնել ճանապարհը, ես կարծում եմ բնականաբար նախապատվությունը տալ բժշկին, որին վստահում է կինը, որի հետ պատրաստ է անցնել այդ ողջ ճանապարհը։ Բժշկին, ով աշխատում է բացառապես ապացուցողական բժշկության տվյալներով, ինչը այսօրվա բժշկության մեջ ինձ թվում է ամենակարևոր հենակետերից մեկն է։ Մենք երբ խոսում ենք ընտանիքի պլանավորումից եւ հղիության պլանավորումից, ցավոք սրտի նաեւ շատերի մոտ տպավորություն կա, որ այս մասին պետք է մտածել, խոսել, բարձրաձայնել, երբ կա արդեն որոշակի ժամանակահատված նաեւ հղիության պլանավորման ձախողումներ։ Բայց ուզում եմ այստեղ հստակեցնենք, որ բացարձակ անպտղության բուժման մասին չէ խոսքը այստեղ։ Պարզապես, երբ մենք ուզում ենք ունենալ թեթև հղիություն, ինչպես ժողովուրդն է ասում, անցնցում հղիություն, առանց պաթոլոգիաների հնարավորության, չնայած մենք չենք կարող 100% իհարկե կանխատեսել եւ կանխարգելել, բայց եւ այնպես։ Պիտի սա անցնենք առանց ախտանիշների։ Ես միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, այսպիսի մի բան կա, երբ որ բուժառուն շատ ցանկանում է հետազոտվել, մենք կարող ենք բախվել մեկ իրականության եւս, որը կոչվում է գիպերախտորոշում։ Բնականաբար պլանավորումը, ես կկրկնվեմ, շատ գրագետ է։ Պլանավորումը ցանկացած հարցի հաղթանակի սկիզբն է, բայց պետք չի պաթոլոգիկ հոգեբանական ծանր վիճակում հայտնվել այդ պլանավորման փուլում։ Այսինքն պետք չի մտածել, որ ես այս խնդիրը ունեմ, շրջապատում լսել եմ սա, այս խնդիրը ես կունենամ։ Ոչ, դրա համար ես սկսեմ նորից նրանից, որ պետք է ընտրել եւ վստահել բժշկին եւ անցնել լոկալ ռուտին հետազոտություններ, ոչինչ ավել, ռուտին հետազոտություններ ընտանիքի պլանավորման համար։ Ավելորդ ոչ մի հետազոտություն, ոչ մի ինչ-որ բացառման սկզբունք, որպեսզի հղին ապագա հղին, բուժառուն, էլ ավելի տագնապի մեջ չհայտնվի։ Այսինքն շատ կարևոր է նաև հարցի հոգեբանական մոտեցումը։ Այո, մեր իրականության մեջ այսօր շատ են ինֆորմացված հղիները, ինֆորմացված բուժառուները, որոնք ցանկանում են վայրկյան շուտ կանխարգելել այն խնդիրը, որը գոյություն ուներ ընկերուհու մոտ, քրոջ մոտ, հարազատի մոտ։ Մենք համաձայն ենք, մենք պատրաստ ենք օգնելու, բայց ողջունում ենք նաև այն փաստը, այո, որ նրանք ուզում են հետազոտվել, բայց ամեն ինչ պետք է արվի գրագիտության սահմաններում, այնպես որ ապագա հղիի բուժառուի հոգեբանական ստրեսի չի ենթարկվի, հոգեկան աշխարհը չտուժի։ Դա եւս շատ կարեւոր է առողջ մարմնում, առողջ հոգի։ Այո, իհարկե։
Լավ, բոլոր հետազոտություններն անցանք, ունենք առողջ կին, ով պատրաստ է հղիության, ունենք նաև գրանցված հղիություն։ Նախ սկսենք այնտեղից, թե ինչ հասել է գրանցված հղիություն, երբ ենք այդ մասին խոսում, որտեղ շատ հաճախ կանանց թվում է, եթե մենք ունենք այն ցանկալի երկու գծիկները տեստի վրա, սա արդեն մենք կարող ենք խոսել հղիության մասին, բայց սկսեմ նրանից, որ հղիության վարումը երբ սկսել շատ ինդիվիդուալ է, ես ավելի բժշկորեն փորձեմ պատասխանել հարցին, գրագետ է հղիության վարումը սկսել ոչ ուշ, քան հղիության 10-11 շաբաթական ժամկետում, ինչի այդ շրջանին բաժին է ընկնում պտղի առաջին երամսյակի սկրինինգ, կարևոր հետազոտություններ։ Իհարկե, բազում կանայք կան, որոնք ցանկանում են շատ ավելի վաղ հայտնվել բժշկի մոտ, տարբեր անհանգստությունների պատճառով, բժիշկը կրկին դեմ չի, սակայն հղիության հաշվառումը, հղիին վարման պետք է վերցնել այն պահից, երբ ուլտրաձայնային հետազոտությամբ առկա է սրտի դրական բաբախ, սրտխփոցը դրական է։ Դա 5-6 շաբաթ։ Դա բաժին է ընկնում 6-7 շաբաթականում, ստատիստիկ միջինում 6-7-8 շաբաթականներում տվյալ ինտերվալում է, որ հայ պոպուլյացիայի կանայք ավելի շատ կանգնում են հղիության վարման։ Սակայն բժշկական տեսանկյունից ճիշտ է, ոչ ուշ, քան 10-11 շաբաթականը, որպեսզի կարևոր սկրինինգ հետազոտությունները բաց չթողնել։ Այսինքն մենք հղիության, այսպես ասած, եթե դիագնոզ կարելի է դնել, հղիությունը, այսպես ասած, 100% համարում ենք, որ առկա է, եթե մենք ունենք ուլտրաձայնային հետազոտմամբ արդեն իսկ հաստատում։ Այո, հղիությունը հստակ հաստատվում է ուլտրաձայնային հետազոտությամբ, երբ որ տեսնում ենք պտղաձուն եւ երբ կա սրտի դրական բաբախ, խոսք գնում է զարգացող հղիության մասին։ Այս ընթացքում շատ կարևոր այդ համագործակցությունը։ Ես սիրում եմ այս բառը օգտագործել, որովհետև այստեղ հիվանդության մասին չէ խոսքը, որ բուժում անենք, այլ ուղղակի համագործակցություն է հղի կնոջ եւ գինեկոլոգի, որը պետք է լինի ըստ իս ամենահնարավոր տարբերակներով բացը։ Այսինքն այստեղ չպետք է լինեն տարաձայնություններ, չպետք է լինեն իրարից որևէ բան թաքցնել եւ պետք է ամենակարևորը լինի մաքսիմալ վստահություն, որովհետև մենք անցնում ենք մի ճանապարհ, որտեղ երկու կյանք արժի, հա, եւ ունենալ այդ վստահությունը իսկապես շատ հարցի որոշիչ կողմն է լինում։ Այս համագործակցության սկզբունքներն եմ ուզում քննարկենք, հա։ Լավ, մենք ընտրեցինք մեր սրտի գինեկոլոգին, ում հետ անցնելու ենք այդ ամենագեղեցիկ, ամենահեքիաթային 9 ամիսները։ Ինչպիսին պիտի լինի դա, ինչ պետք է անի յուրաքանչյուրն իր կողմից, որպեսզի իսկապես կայանա այդ համագործակցությունը։ Ես միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, որ ցանկացած համագործակցության հիմքում պետք է սկզբում ընկած լինի վստահությունը։ Վստահությունը ընտրված բժշկի հանդեպ։ Ես նաև համաձայն եմ ձեզ հետ ու միշտ ասում եմ դա, որ գինեկոլոգը ցանկալի է հղիություն վարող գինեկոլոգը լինի նաև հոգեբան։ Առհասարակ բժիշկը ցանկալի է լինել նաև հոգեբան։ Հղիների հետ աշխատելուց դա շատ կարևոր է։ Միանշանակ, ցանկացած հղի ունի իր ուրույն պատմությունը, ցանկացած հղի ունի իր մտածելակերպը, դիրքորոշումը, ցանկացած հղի ունի շրջապատում ինչ որ կարծիքներ, որոնց նա ենթարկվում է։ Շատ կարևոր է, որ նա ընտրի բժշկի, որին վստահում է։ Շատ կարևոր է, որ բժիշկը հոգեբանորեն ճիշտ ընկալի հղիին։ Տվյալ պարագայում ես կարծում եմ, որ հղիության ընթացքը կանցնի առանց խոչընդոտների, եթե կա փոխադարձ վստահություն, եթե բուժառուն, այո, դուք ճիշտ նշեցիք, անկեղծ է իր բժշկի հետ, չի թաքցնում ինչ-որ փոքրիկ խնդիրներ եւ ցանկացած հարց կարող է հղել իր բժշկին, չմտածելով, որ դիմացինը չի պատասխանի, սխալ կհասկանա, ոչ, ես կողմ եմ պացիենտի բուժառուի կողմից ցանկացած հարց հղվի բացառապես բժշկի, որպեսզի խուսափենք նաև հետագա ինչ-որ ռիսկերից, բարդություններից, նաև ծանր հոգեբանական վիճակում չհայտնվի։ Ցանկացած հարցի հիմքում պիտի ընկած լինի վստահությունը, որի հիման շուրջ էլ պիտի կառուցվի 9 ամիսների աշխատանք։ Շարունակելով զրույցը, հիմա անդրադառնանք միֆերին եւ որպես նաեւ բուժառու, նաեւ կինով անցել է հղիության этаպները, մի քանիսը ամենատարածվածները թերևս միֆերից բարձրաձայնեմ ու խնդրեմ սրանց բժշկագիտական կամ հաստատումը կամ հերքումը ինչպես որ ճիշտ կգտնեք։ Ամենաառաջինը, եթե ես քաշ չեմ հավաքում հղիության ընթացքում, ուրեմն երեխան խնդիր ունի, ուրեմն հղիությունը այդքան էլ հարթ չի ընթանում։ Որքանով է ճիշտ։ Բնականաբար միֆ է,
Եկեք երևի ամենատարածված միֆերից մեկն է, ամենաշատ հղիներին այո անհանգստացնում է այդ փաստը, որ օй բժշկուհի ջան, ես քաշ չեմ հավաքում, միգուցե երեխայիս հետ խնդիր կա, ոչ։ Մայրիկի քաշ հավաքելը ուղիղ համեմատական չէ պտղի քաշ հավաքելուն։ Բնականաբար, եթե կինը սնվում է գրագետ, ունի ֆիզիկական բավարար ակտիվություն, քաշ հավաքելը նրա պարագայում չի լինի արտահայտված, բայց եթե սնվում է բալանսավորված սննդակարգով, երեխան կունենա առողջ քաշ։ Դա միֆերի շարքից է։ Սրա հակառակ կողմն էլ դու ուղի ես, դու պիտի 2 հոգու փոխարեն ուտես, իսկ եթե զույգ բալիկների ենք սպասում 3 հոգու փոխարեն։ Երևի թե բժշկին ամենավախեցնող միֆերից է 2 հոգու կամ 3 հոգու փոխարեն ուտելը, ոչ։ Խորհուրդ եմ տալիս հղիության ընթացքում սնվել այնպես, ինչպես առհասարակ կյանքի ընթացքում եք սնվում, գերակշռի առողջ սննդակարգը, բալանսավորված սննդակարգը բնականաբար պետք չէ ուտել 2-3 հոգու փոխարեն։ Պետք է ուտել այնքան, ինչքան դուք ունենում եք հագեցվածության, մինչև կունենաք հագեցվածության զգացողություն, եթե սնվեք բալանսավորված, ածխաջրերով, սպիտակուցներով եւ ինչու՞ չէ նաեւ ճարպերով հարուստ սննդակարգ, այդ հագեցվածության զգացողությունը կունենաք շատ շուտ։ Միֆ է, երևի թե գինեկոլոգների ամենաչսիրած միֆն է, որ 2-ի կամ 3-ի փոխարեն ուտել, պետք չէ, խորհուրդ չեմ տալիս։ Ցավոտ նաև հարց, որ հղիության ընթացքում չի կարելի մազերը կտրել, չի կարելի մազերը ներկել, չի կարելի հիգիենիկ մի շարք պրոցեդուրաներից օգտվել, ամենատարածվածներից մանիկյուրն ու ոտնահարդարումը։ Լավ, սրանք կարելի է թե չի կարելի։ Դա երևի թե յուրաքանչյուր գինեկոլոգ կփաստի, որ մեզ ամենահաճախ տրվող հարցերից են։ Նախ ուզում եմ սկսել մի բանից, որ հղիությունը հիվանդություն չէ։ Պետք չէ վախենալ հղիությունից, որովհետև հղիությունից վախերը միայն վատ ելքերի կբերեն։ Եթե այս պարագայում գումարեմ առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդները, խորհրդատրվում միանշանակ մազեր կտրել կարելի է։ Դա ժողովրդական միֆեր են, ժողովրդական բժշկությունն է, այսպես ասած, ոչ։ Մազեր կտրել կարելի է։ Մազերը ներկել առանց ամոնիակ ներկերով խորհուրդ է տալիս առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Չի թույլատրվում մազահեռացումներ լազերային կամ այլ եղանակներով, փոխարենը թույլատրվում է ասեղային եւ այլ ալտերնատիվ ճանապարհներով։ Մատնահարդարման հետ կապված ամեն դեպքում ԱՀԿ-ն նշում է, որ ցանկալի չի, բայց միլիոնավոր հղիներ ամբողջ աշխարհում անցնում են դրա միջով եւ ունենում են առողջ երեխաներ, այնպես որ եկեք չբարթեցնենք ողջ ընթացքը, ուղղակի հղին հաճելի եւ գեղեցիկ էսթետիկ տեսք ապահովենք, դեմ չեմ ես։ Եթե այսօրվա ամբողջ զրույցը ամփոփելու լինենք, խնդրում եմ բոլոր այն մայրիկներին, ապագա մայրիկներին, ովքեր անցնում են հղիության այդ գեղեցիկ 9 ամիսները եւ բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են, շատ կարեւոր 3 խորհուրդ առանձնացրեք։ Ամենակարևոր 3 խորհուրդները, ամենակարևորը առաջինը, որ ես միշտ իմ բուժառուներին ասում եմ, չվախենալ։ Հղիությունը էլի կկրկնվեմ, հիվանդություն չի, դա հրաշալի փուլ է, որը կինը միայն պետք է վայելի եւ բացառապես կինը պետք է վստահ մտնի այդ շրջան։ Գտնել ձեր խոսքերը կկրկնեմ սրտի բժշկին, դա շատ կարևոր է, շատ կարևոր է հղիությունը անցնել այն մարդու հետ, որին դու վստահում ես, գտնել բժշկին, որին վստահում ես եւ վստահ անցնել ճանապարհը եւ ամենակարևոր 3-րդ խորհուրդը, որ միֆերին չեմ ուզում տրվեն բուժառուները, որովհետեւ շրջապատի ազդեցությունը այդ միֆերը, ժողովրդի այդ խոսակցությունները շատ ազդում են բուժառուների վրա, հոգեբանական առումով եւս։ Չեմ ուզում հղիները տրվեն որևէ միֆերի, բացառապես լսեն բժշկին, ուղղորդվեն բժշկի ուղղորդումներով եւ վստահ վայելեն իրենց կյանքի թերևս ամենագեղեցիկ փուլերից մեկը։ Այո, շնորհակալ եմ շատ։ Հեռուստադիտողներ հիշեցնեմ, որ զրուցակիցս գինեկոլոգ Անի Գրիգորյանն էր։ Եվս մեկ անգամ ասել շնորհակալություն սպասարկման եւ ընդունելության համար Glimt Beauty House-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Գյուրջան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Ես շնորհակալ եմ, որ դուք մեզ հետ եք, մենք հանդիպելու ենք կրկին, այնպես որ հետևեք մեր հաղորդումներին, իսկ այսօրվա համար այսքանը, ցտեսություն։